Հրապարակը գրում է. Եվրամիությունը փորձում է ստիպել Հայաստանին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների հնարավոր կիրառումից բացի Բրյուսելը հույս ունի, որ Հայաստանը վիզային ռեժիմ կներդնի Ռուսաստանի քաղաքացիների համար։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը քննարկում է Ռուսաստանի դեմ միջազգային արբիտրաժում հայցեր ներկայացնելու հնարավորությունը ռուսական երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գործունեության վերաբերյալ։ Փաշինյանի խոսքով հնարավոր հայցերը կարող են վերաբերել երկաթուղային ենթակառուցվածքների օգտագործման վարձակալության վճարներին եւ կարող են հասնել տարեկան մինչեւ 2 միլիարդ դոլարի։ Ժողովուրդը գրում է. վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ Քրեակատարողական հիմնարկից Արմլորեյեմը պաշտոնապես տեղեկացել է, որ 10 ինքնասպանության դեպքեր են եղել, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով, այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, դրանք 27 մարդկային ճակատագրեր են եւ 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն դրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե կալանքը կիրառած դատավորները, թե քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին, բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել։ Նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխաբարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։ Լուրում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լուրում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ժողովուրդը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող ԿՊ կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական եւ կադրային որոշումների տրամաբանությունը։ Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ մի շարք նշանակումներ եւ վերադասավորումներ իրականացվում են արագ եւ հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արայիկ Հարությունյանի վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։ Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ Արարատ ցեմենտի ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական Հարագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Հրապարակը գրում է. 2025 թվականի հուլիսի 18-ին հեծ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերի 31-ի դրությամբ հեծից 25 միլիոն 981 հազար 722 դրամ աշխատավարձ է ստացել։ Այս մասին թերթը տեղեկացել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ 2025 թվականին Պետրոսյանը հեծում աշխատել է մոտ 5 ամիս։ Ստացվում է, որ Պետրոսյանը ամսական ստացել է 4.7-ից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ։ Պետրոսյանի տարեկան եկամուտները կազմել են 39 միլիոն 743 հազար 341 դրամ, որը գոյացել է հեծ ՊՎԾ աշխատավարձերից, եկամտահարկի վերադարձից, ինչպես նաև այլ եկամուտներից, ավանդ, ԴՀԿ։ Իդեպ նախորդ տարի Պետրոսյանի բանկային հաշիվներին եղել է անհամեմատ քիչ գումար՝ 7000 եվրո եւ 7.4 միլիոն դրամ։ Պետրոսյանի բնակարանի հիփոթեկային վարկի մնացորդը կազմել է 24 միլիոն 18 հազար դրամ։ Բացի հիփոթեկով ձեռք բերված բնակարանը վերջինս մեկական բնակարան ունի Աբովյան քաղաքում եւ Երևանի Արաբկիր վարչական շրջանում եւ Հողամաս Կոտայքի մարզի Ակունք գյուղում։ Պետրոսյանը հայտարարագրել է նաև BMW մակնիշի 2017 թվականի արտադրության մեքենա, որը ձեռք է բերել 2023-ին։ Պետրոսյանը նաև բաժնային արժեթղթեր ունի, նրա բանկային հաշիվներին եղել է 32 միլիոն 84 հազար 515 դրամ։ Նա ունեցել է նաև 2 միլիոն 350 հազար դրամ կանխիկ գումար։ Պետրոսյանի կինը Արմինե Պետրոսյանը 2024 թվականին Կոտայքի մարզի Նորհաճն քաղաքում, իսկ 2025-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողամասեր է գնել։ Հողամասերը գրանցված են որպես միայնձնյա սեփականություններ։ Հաշվետու ժամանակահատվածում նրա բանկային հաշիվներին եղել է 83793 դրամ, իսկ աշխատանքի դիմաց Աբովյանի քոլեջից, որտեղ աշխատում է փոխտնօրեն, ստացել է 1 միլիոն 329 հազար 524 դրամ, իսկ Smart նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամից 703 հազար 500 դրամ։